Պատրաստ եք գնալ առաջին ժամադրության մեր հետ, Իմունինայի հետ եւ մեր երրորդ ավելորդ հյուրի հետ։ YouTube-յան սիրելի դիտողներ, միացել եք 3 ավելորդները ժամադրություն շոուին։ Ինչպես բոլոր եթերներում, այնպես էլ այսօր մենք ունենք հյուր, ով մեզ կօգնի մարզիկ, բոդիբիլդեր, Մանոն է մեզ միանում, Մանո արդեն կարող միանալ մեզ։ Բարցես։ Բարև ձեզ Մանո ջան, ինչպես եք։ Մենք շատ լավ ենք, դուք ինչպես եք։ Լավ եմ, տեսնում եմ, որ դուք զբաղվում եք առողջ ապրելակերպով։ Արդեն 15 տարի է։ Շատ բարի, ես չեմ զբաղվում։ Ու ձեզ ուզում եի մի հատ հարց տալ, որ գնում եք ժամադրության աղջիկների հետ, կասեք ինչ կարմիր դրոշակներ ունեք։ Այսինքն առաջ անգամ աղջիկը դուրս եկել, այսինքն պետք է հասկանամ ինչի ինձ համար դա կարմիր դրոշակ է։ Դա քրքիր է։ Առաջինը իր գարանի հագուստը, ինչ որ հագնված է։ Մի րոպե, ինչպիսին պետք է լինի հագուստը, որ օրինակ վանի։ Դե օրինակ եթե ասում առաջի հանդիպումին, եթե ինչ որ չափից ավել բաց է կամ ինչ որ շատ բան, ասեք կարա ինձ դի բանան էլի, կարմիր դրոշակը դա է ձեր ասած։ Նորմալի մեջ Ասենք ես չեմ ասում ջինս հագնվի կամ սպորտային հագնվի կամ ինքը Մեր հագածները նորմալ է ձեզ համար։ Ես կասեի շատ լավ է։ Մերսի շատ։ Երկրորդը կարանի իր խոսալու ձևը, թե ոնց խոսանք իմ հետ։ Ինչպես է իր բավվածքը իմ հետ։ Իր մտածելակերպը, Մանո դուք բոդիբիլդեր եք, հետաքրքիր աղջկա արտաքինին ուշադրություն դարձնում եք։ Բոլորի հարցը դա է, որ ասենք եթե դու մգանուտ ես, որ մգանուտ աղջիկ ես սիրում, չէ, դա բացառվում է, դենց բան չկա, մենք մգանուտ աղջիկ չենք սիրում, օքեյ, պիտի լինի fit, ոնց ասեմ, ինքրան հետևած, դա արդեն մեզ համար հերիք է, որովհետև գարս հասկանաս այդ մարդը։ Վիրահատվածը օքեյ կլինի ձեզ համար։ Դա ինձ համար գապ չունի վիրահատված կնի կամ ոչ վիրահատված կնի, ես ասի, գար որ այդ մարդը իրան հետևում է։ Մենք բոլորս էլ նեչ որ ես դենց չեմ եղել, ես էլ եմ եղել 140 կիլո, ես էլ եմ նիհարել։ Okay, ինձ պետք է հիմի այդ մարդը։ Հիմի ով է, եթե ես ուզում եմ շփել, մի հասկանամ ով է այդ մարդը հիմի։ Այսինքն արտաքինին այդքան էլ ուշադրություն չեք դարձնում։ Չէ, նորից եմ գրգռում, ինձ պետք է իր արտաքինը։ Հիմա եթե իմ հետ շփվում է, եթե անցյալում եղել է իր մոտ ինչ-որ խնդիր, փոխել է, դա ուրեմն նշանակում է այդ մարդը դիսցիպլին կամ նպատակասլաց կամ բանի ինչ-որ մտքերի դեր մարդ է։ Անպայման է, որ մարզվող լինի, այսինքն սիրի ջիմը, այնքան որքան դուք եք սիրում։ Չէ, ընդհանրապես չէ, ես ունեցել եմ ընկերուհիներ, որ ասեն իրանք չեն մարզվել, կապ չունի, ես ձեզ ասի, կարևորը մարդ իրան հետևի, իր դեսքին հետևի, իր մարմինին հետևի, այսինքն այդ մարդ որ հետևում է, դա նշանակում է ունի դիսցիպլինա։ Իսկ դուք ունեցել եք հարաբերություններ, որ ինչ որ այդ հարաբերությունների ընթացքում տենց red flag-երը այնքան շատ ա եղել, դուք սիրելով բաժանվել եք։ Այո։ Այո։ Կասեք ինչն է եղել այդ կարմիր դրոշակները։ Ասենք եղել է որ օրինակ մի հատ ընկերուհի ունեցել որ անընդհատ թռնում էր։ Ասենք մենք շաբաթը 1 օր 2 օր իրադեն ենք, մնացածը ինքը օթերում ա եղել, թռել է։ Ոնց է գարոդը կամ բանը։ Ձեր վրայից է թռել թե Չէ, նկատի։ օքեյ։ Բանը, ցենց ասեմ, սուարտեսա է եղել, օրինակ։ Սուարտեսա։ Իսկ ուղղակի թռել է ձեր վրայից։ Թեմա է եղել, ինքը թողել է Մանոին թռել է, չէ։ Ուղղակի անընդհատ աշխատանք է բերում, մենք ասենք շաբաթը 1-2 անգամ ենք հանդիպում ու դա ինձ չէր լրացնում այդ բացը իմ էլի։ Ճիշտ է, շատ էի հավանում ու այդ մարդուն ուզում, բայց խնդիրը դա էր, որ բագաց էր միշտ ինչ-որ մի բան, դա ինձ բան արեց էլի, ոնց որ հերացրեց։ Ինչքան այդ մարդուն սիրես, դու այդ որ չես դենում, ինքը քեզ գողքից չի կամ մեկ-մեկ քեզ չի օգնում կամ դու իրան չես օգնում ինչ-որ մի բանով, սկսում ես հեռանալ դու իրանից։ Եթե օբյեկտիվ փորձենք գնահատել, ինքներդ ձեր հանդեպ, հա, օբյեկտիվորեն, ինչ կարմիր դրոշակներ ունեք դուք։ Ես գարամ ասեմ, ես փոփոխվող եմ, որովհետև այծեղջուր եմ։ Երկորյակներն ու այծեղջուրներն են փոփոխվող։ Այսինքն օրվա ընթացքում գարա լինի իմ մոտ դրամատուրգը լավ, վատ, ասես անընդհատ փոխվում է իմ մոտ։ Ձեր red flag-ից եք, ձեր կարմիր դրոշակը։ Ես է կարամ ձեր մի քանի կարմիր դրոշակ ասեմ։ Չէ, բայց լսենք Լավ, թող ասի, ես ունեմ ձեր։ Դուք իմ մոտ կարմիր դրոշակ եք, իմիջիալոց ասեմ իմանալ։ Խնդիր չկա։ Ես հետո ձեր red flag-երը կասեմ։ Չէ, հիմա եմ ուզում լսեմ։ Հաստատ։ Այո, 100%։ Դուք չէ, բայց ես ընդհանրապես մեր հաղորդման հետ կապ չունի, դրա համար եկեք խանձնենք, հետո անձնապես կարող լավն է հաղորդման մեջ մտնի։ Չէ, դուք շատ տենց լուրջ դեմ բան ունեք այն մարդկանց հանդեպ, ովքեր արել են վիրահատություն, ու այսօր նոր հենց նոր հարցազրույցն էին նայել, դուք ասիք 130 կիլոգրամանոց քաշ ունեցող մարդիկ իրանց բերանը պետքա փագեն, ես որպես ex 130 կիլոգրամանոց աղջիկ, հիմա բերանս փագեմ թե չէ։ Փագի։
Okay, հասկացա։ Չէ, բայց բերանը փակելի ինչ իմաստով չի Ես բերել եմ դրա համար հատուկ սկոչ եւ ես իմ բերանը կփակեմ ձեր խաքը։ Չէ, Նինա, մի արա։ Էդի բան, ուրեմն նայեք ժողովուրդ, մարդիկ հասկանում են, ոչ մեկի ասելով քո բերանը մի փակի։ Դե մեր հյուրին ես ոնպես բան եմ անում, բայց մեր սկոչը վատ է կպնում, իմ բերանն էլ սենց բաներից չի փակվում երբեք։ Ուրեմն նայեք մարդիկ, երբ որ դու դայրեկտ ես հասկանում իմ ասած, դա ուրիշ բան է, որ ասում բերան փակի, դա չի նշանակում որ կամ որ ասում եմ վազի մարդիկ բարի բուն բան են վերցնում, հասկացար։ Ես ասում եմ, եթե ես եղել եմ 140, եթե ես հիմա ունեմ հաջախորդներ, գարամ ցույց տեմ նկարներով 160, 170, 180 կիլո, որոնք մի ամսում գործում են 20 կիլոն, կարողանում են այդ ամեն ինչը անել։ Մենք գտնում ենք ջարը, մենք փորձում ենք մարդկանց օգնել, դառնում ենք ճիշտ ճանապարհի վրա, դալիս ենք ճիշտ դեղերը, ճիշտ սնունդը, մարդը կշտանում է, ուդում է նաև ճիշտ եւ մարզվում է։ Եկեք այդ թեման հետո մենք առանձին ոդկասթում իրար հետ կքննարկենք, բայց մենք հիմա եկել ենք ժամադրության, դուք ձեր ամբողջ այս մուսկուլինի տղամարդկության էներգիան պահեք, լավ, մկանը, ինչա բա։ Մուսկուլը մկանը, օքեյ, ձեր մկանները պահեք, որպեսզի խորհուրդներ տակ մեր մասնակիցներին, թե ինչպես նրանք ճիշտ ժամադրվեն։ Մեր հերոսը այստեղ է եւ մենք պատրաստ ենք քրքրել նրան։ Լավ իմաստով քրքրել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կխնդրեմ մինչև քրքրման բուն process-ին անցնելը, մի քիչ պատմեք ձեր մասին։ Նախ շնորհավորում եմ ձեր միամսյակը։ Շնորհակալ եմ։ Միշտ լինեք այսպես գեղեցիկ։ Շնորհակալություն։ Ես Էրիկն եմ, 26 տարեկան։ Մասնագիտությունս խոհարար։ Ճիշտ է, մի քիչ խառը մասնաճյուղեր եմ ընտրել, տարբեր են, թե երգ, թե պար, թե խոհարարություն, բայց հիմա ավելի շատ զարգացած է խոհարարության մեջ։ Այսինքն խոհանոցում դուք արդեն պատրաստելու եք ձեր կնոջ փոխարեն։ Նաեւ ինչու ոչ։ Նաեւ համար։ Նաեւ ինչու ոչ։ Էրիկ ջան, իսկ ինչ հարաբերություններ եք ունեցել, արդյոք լուրջ հարաբերություններ ունեցել եք, Ունեցել եմ, այո։ Կպատմեք մի քիչ։ Ունեցել եմ, տևել է 2 տարի։ Հետո ինչ-ինչ պատճառներով Ինչ պատճառներով։ Ինչ-ինչ պատճառներով դե սկսեցինք արդեն չհասկանալ իրար, սկսեց արդեն անառողջ հարաբերություններ։ Իսկ ես դրա կողմնակիցը չեմ։ Չէ, բայց որ պահին կներես, որ պահին սկսվեց, այսինքն ինչից սկսվեց, գուցե ի սկզբանե կար խնդիր, բայց կար սեր, բուռն էմոցիաներ եւ Չէ, ի սկզբանե ամեն ինչ լավ էր, շատ լավ էր, ոչ թե լավ էր։ Երկու կողմն էլ, թե ինքը, թե ես միմյանց փոխադարձ տալիս ենք, թե սեր, թե ուշադրություն, կապ չունի, իմ ժամանակը սուղ էր, թե իր ժամանակն էր սուղ։ Բայց եկավ մի հատ X բա, որ սկսեցինք էլ արդեն չհասկանալ իրար։ Վեճերն էր շատ լինում։ Ձեր կողմից է եղել Երկու կողմերը։ Թե իմ, թե իր։ Իսկ հիմա օրինակ շփում ունեք իր հետ, թե ոչ։ Ոչ։ Այդ պատճառները, որ ուզում հասկանամ ինչն է հերացել, ինչքան ժամանակ շփվում էիք, որ հետո հասկացաք, որ չէ, իրար չեք այդ խնդիրները, ինչքան ժամանակ տևեց այդ սկիզբը։ Որ սկսեցինք հասկանալ արդեն Ապրեք, որ արդեն իրար համար չեք։ Ինչքան ժամանակ տևեց, այդ լավ միջոց ինչքան տևեց։ 2 տարի շփման ընթացքում 2 տարուց հետո նոր հասկացաք, որ իրար չեք։ Դե հնարավոր է տարիքային Կարող է կախվածություն ազու դեղեր ոչ թե սեր։ Չէ։ Հաստատ սեր է եղել։ Հաստատ։ Որտեվ կախվածությունն ու սերը տարբերվում են շատ-շատ։ Okay, բայց 2 տարի հետո նոր ինչն էր պատճառը, որ 2 տարի հետո ասեց, որ դուք իրար չեք։ Չէ, ընդհանուր հայտարարել ենք եկել ու շատ է եղել իմ պահանջը, որ բաժանվենք, այո։ Որտեվ ծանր էր ձեզ համար, հա։ Ոչ թե ծանր էր, այլ սկսեց ես չեմ սիրում անշնորհակալ մարդկանց։ Հիմա դուք ձեր նախկին ընկերուհուն անվանում եք անշնորհակալ։ Խոսել նախկինի մասին հանրայնորեն տեսախցիկների առաջ, կարծում եմ, այս խիստ սուբյեկտիվ բան եմ ասում, բայց խոսել նախկինի մասին եւ վատ բնորոշումներ տալ նրան, հատկապես որ նա այստեղ ներկա չի, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Ես որոշակի վերաբերմունք ունեմ այս թեմայի մասին։ Այնպես մարդ եմ, որ եթե ինչ ուզեցա, այդ պահին էլ կասեմ, ես չեմ մտածում, չգիտեմ, դիմացինս կվիրավորվի, ես ուղիղ մարդ եմ։ Ես ասում եմ այն, ինչ որ կա։ Իսկ ինչ կարմիր քարտեր ունեք ձեր կյանքում աղջիկների նկատմամբ։ Աղջիկների նկատմամբ։ Օրինակ աղջիկը ինչպիսին չպետք է լինի ձեր համար։ Չպետք է լինի շատ պասիվ,
որտեղ ես էներգետիկորեն թե մարդ տեսակը շատ ակտիվ եմ։ Չափից միակ մարդն է, որ ասեց մեր ամբողջ կարիերայի ընթացքում երկրորդ սեզոնի ամենասենց վերջում միակ տղան եք, որ ասել եք համեստ աղջիկների չեմ հավանում։ Շնորհակալություն։ Մենք հենց ունենք։ Համեստն ու ակտիվը լրիվ իրարից առանձին են։ Համեստ կարա լինի արտակնով, բայց կարա լինի ինքը գերակտիվ կամ пассив։ Գերակտիվ եք հավանում, թե Ես ակտիվ ու գերակտիվ։ Օ, շատ հավես։ Պասիվ մարդկանց առհասարակ թե տղա, թե աղջիկ չեմ սիրում պասիվ։ Ես ակտիվ մարդկանց եմ սիրում, որտեղ ես էությամբ առավել ակտիվ եմ։ Չպետք է լինի չափից, չափից զգացում պետք է ունենա առաջնային։ Որ ինչի մեջ չափից։ Ընդհանրապես, կյանքում ինչ որ կապ չունի, ինչ սիտուացիա ուզում լինի, թե հակու կապի։ Իսկ այդ չափը ձեր կողմից դրված չափանիշներով, թե իր մեջ։ Ես կարա օրինակ ներկապայի սերունդը, այսպես ասած, այս դարի մարդիկ հիմնականը հակու կապին վրա շատ ուշադրություն են ճիշտ է դարձնում ու կարան հակու կապով։ Ես չեմ դարձնում ուշադրություն։ Կներեք, հակու կապով կարան մարդուն դատեն, թե ինքը ինչ մարդ է, իսկ դա իմ համար սխալ է, որովհետև կարա ինքը հակու կապով կներեք, այսքան հակած կարճ լինի, բայց ինքը լինի մարդ։ Դուք շատ առողջ եւ նորմալ բան եք ասում, կիսում ենք մենք էլ բնականաբար, ձեր տեսակետը մանո դուք կիսում եք։ Ես կիսում եմ, դե ինգերուին էլ է սենց ակտում, սաղ թաթու եմ Արմենի վրան։ Եղանք երկուս, լավ էր։ Ասեմ կեզ իրանք ավելի համեստ են ու ավելի ինգերական են, ասեմ։ Իսկ կարա լինի նաև դրա հակառակը, որ ասենք ինքը համեստ, երկար շորեր, միշտ փակ հագնված լինի, բայց լինի թաքնված դաղանդ։ Այո, թաքնված դաղանդ։ Իսկ կարող եմ իմ մշտական հարցը տամ, կասես 3 քեզ դուրեկան արտաքինով հայտնի մարդկանց անուններ կանանց։ Հայերից 2-ն են ընդամենը։ Լավ, 3-ը կապեցի։ Ոնց կարա մի հատ լինի, ոնց ուզես։ Ինա Խոջամիրյանը, դերասանուհի, Անի Խաչիկյանը ու Լիլիթ Հովհաննիսյանը։ Վերջում կրակ ու բոց։ Ինան, Անին եւ Լիլիթ Հովհաննիսյանը։ Ձեր սիրո լեզուն ո՞րն է, ոնց եք դրսևորում ձեր սերը։ Ուշադրությամբ ամենաշատը։ Վերբալ ուշադրություն, այսինքն խոսքային ուշադրություն, թե նյութական։ Խոսքայինը մի քիչ սուտ է, որովհետեւ խոսքերով շատ բան կարաս ասես։ Այդ ամենը պետքա ցույց տաս։ Ես ուզում ձեր մեջի կարմիր դրոշակը գտնվել է, որ շատ սենց կանաչ։ Հա, խանդի թեմային կհասնենք։ Հա, խանդոտ եք։ Խանդոտ։ Ահա։ Խանդոտ, դե ինձ թվում է խանդը մի քիչ հարաբերական է։ Հարաբերական է, որովհետև խանդը գալիս է արդեն անառողջ ու չվստահելուց։ Եթե կա անառողջ հարաբերություն, կա չվստահություն մեկը մյուսի հանդեպ, ուրեմն հաստատ կլինի խանդ։ Ես քանի որ այսօր կարմիր բլուզ եմ հագել, ես մագնիտ եմ։ Օ, ապրեք, հələ որ կանաչ եք, ինչ որ չեմ հասկանում։ Ես ուզում մագնիտ եմ կարմիրի այսօր եւ ուզում ձեզնից քաշեմ դեռ կարմիր դրոշակը եւ իմ բազային հարցը, որի պատճառով այստեղ բուրըն վեճեր են եղել միշտ, Մանո ջանի միջայլուց ասեմ իմանաս։ Դու կող կլես, որ քո ընկերուհին ունենա տղա ընկերներ։ Այո։ Կոնկրետ իմ նախկինը ունեցել է տղա ընկերներ, ես դեմ չեմ եղել այդ շփմանը, որովհետև նախ ճանաչել եմ տղաներին ու հասկացել եմ, եթե մեր շփման մեջ եղել է մեկս մյուսի խոսքը հարգել։ Մանո, իսկ դու ինչ ես կարծում, աղջիկը պետք է ունենա տղա ընկերներ։ Իմ ընկերուհին ունի։ Բայց բոլորին ճանաչում եք։ Եթե ճանաչում եք։ Այդ է ուզում հարցնել։ Օ, անգամ եթե չեք ճանաչում։ Չգիտեմ, Մանո, սկզբից տրամադրված էի քո հանդեպ, հիմա մի քիչ չէ։ Բայց դա ունի որ շատ մոտ ընկերներ, ասի շուշուտ են հանդիպում, նրանց ճանաչում եմ։ Հա։ Այդ գալիս է վստահությունից։ Հա, համաձայն եմ։ Իսկ եթե քաղաքից դուրս, ասի ես ուզում եմ ընկերուհիներիս հետ գնամ քաղաքից դուրս, Okay։ խնդիր չկա։ Okay, ես հեսա կգտնեմ վեր։ Իսկ դուք, այս հարցը ես միշտ բոլորին տալիս եմ։ Իսկ դուք առաջինը աղջկա մեջ ի՞նչն եք գնահատում, արտաքինը թե ներքինը, բայց ճիշտ պատասխանեք։ Ես կզգամ որ ամեն առաջինը ինձ թվում է բոլոր մարդիկ նայում են տեսքին։ Ճիշտ ասում, բայց այդպես մարդ չկա որ տեսքին չնայելով
Իսկ օրինակ ձեզ հարց տամ, ես red flag եմ անգալ այս տղայի մեջ դեռ, որովհետև անկեղծ կարծիքը նշի ես հակասում եմ ձեզ, օքեյ, դա ձեր կարծիքն է։ Իսկ օրինակ եթե մի հատ աղջկա հետ գրվում եք, չեք տեսել իրան, տենց նկարն եք տեսել, այսքան հատված է, սենց գրվում եք, դուք իրանով հիանում եք, շատ սենց ձեր ուզած աղջիկն է, բայց հանդիպում եք ինք ունենում է 130 կիլոգրամ քաշ, մանոյի ասածով բերանը փագած եկել է։ Եղել է տենց դեպք ու որ չուդի։ Ու տես բայց չի եղել ոչ թե Բայց դուք իրան սիրահարվել եք իր ներքինի համար, խո։ Այդ եմ ասում, եղել է տենց դեպք։ Ես անձամբ մի հատ բան ունեմ, չափ ունեմ գերերի հանդեպ։ Կիլոգրամներ։ Չէ, ոչ թե կիլոգրամ։ Չէ, տեսեք, այն ձեր ասած տեսքը եւ բանն եմ։ Մետրով։ Ինքը կարա չգիտեմ, օրինակ դուք իմ համար գեր չեք համարվում։ Բայց ես չի հարցրել ձեզ, ես գերեմ ձեր համար թե չէ։ Ես օրինակն եմ բերում, կներեք։ Իհարկե կներեք, բայց ես օրինակն եմ բերում։ Որտեղ դեշի ես խնդիրի մեջ եմ։ Գեր մարդիկ, օրինակ ինքը իմ համար գեր չէր։ Մենք շփվել ենք իրար առաջ անգամ, մենք շփվել ենք իրար հետ on-line, ինքը ստեղ չէր, Գերմանիայում էր ապրում ու ձեր ասած այդպես միշտ կեսն եմ տեսել։ Հետո ինքը որ եկավ, արդեն ես իրան տեսա։ Հա, շարունակությունը տեսա։ Ու իրան մարդ տեսակ ինքը ստիպել էր իրան սիրել։ Ահա, այսինքն որ տեսակ չասիկ, վայ, դե լավ, թե պակա, չէ, շարունակվել է շփումը։ Ինչքան շարունակվեց խոսքի։ Այ չեմ հիշում էդի, որովհետև դա եղել է։ Միջե ճամփորդել է հետ Գերմանիա։ Ամիսներ, տես, այս։ Եկավ մնաց ստե Գերմանիա չգնաց ամիսներ։ Եկավ 1 ամիս մնաց, հետո վերադարձավ, հետո նորից հետ եկավ։ Իրականում ես ուզում եի վաղուց անդրադառնալ այս թեմային, որ երբ որ գեր մարդկանց թեկուզ sense ինչ որ լավ ձևով առանձնացնում եք, դա մի տեսակ ոնց որ պոզիտիվ խտրականություն լինի, եթե կարելի է այս ձևով ասել, դեռ դա էլ է խտրականություն եւ չի կարելի առանձնացնել այդ մարդու հետ ժամադրության գնալով քավելիցին, որևէ մեկս իրան լավություն չեն կանում ու ոչ մի կերպ պետք չի առանձնացնել, կարծում անգամ լավ ձևով առանձնացնել, ինքը ամեն դեպքում թիրախավորել է։ Բայց անկեղծ հանուն արդարության ես որպես թմբլիկների ասոցիացիայի նախագահ կարելի է ասել ֆեդերացիայի նախագահ ես բացեցի այս թեմա, որպեսզի իր մեջից կորզեմ red flag-ը։ Ինը չի ստացվում, հա, ոնց որ։ Չստացվեց, անկեղծ երիքի հացած եմ այս պահի դրությամբ, ես իմ սուբյեկտիվ, օբյեկտիվ եւ ինչ կարծիք էլ կա։ Չգիտեմ։ Ես չգիտեմ։ Թե մի red flag կար, կներեք, մի կարմիր դրոշակ կար, որը գուցե թյուրիմացություն եղավ, նախկինի հետ կապված, խոսել է, սա իմ մեջ բարձրաձայնել, մի քիչ դա իմ համար կասկածելի էր, բայց մենք խոստանում ենք հաջորդիվ աղջիկների հետ ցած հավես քննարկում ունենանք, որ ձեզ օգնենք ժամադրության ընթացքում։ Մենք ձեզ համար վիզ կդնենք։ Շատ հետաքրքիր ժամադրություններ կունենանք այսօր, որովհետև արդեն իսկ հերոսը շատ հետաքրքիր է, տեսնենք աղջիկները նույնչափ հետաքրքիր են արդյոք եւ համահունչ են թե ոչ եւ դիմավորենք մեր առաջին մասնակցուհուն։ Ես այսօր կարմիրի մեջ եմ, դրա համար փնտրում եմ մարդկանց կարմիր դրոշակները, մեր հյուրը այսօր Տաթևն է, մասնակից է եւ ես իր մեջից կորզելու եմ կարմիր դրոշակները, չնայած նա հագել է կանաչ գույն։ Ձեր առաջադրանք եմ տալիս, դուք էլ փորձեք կանաչները գտնեք, օքեյ, հարմաձայն եք։ Փորձենք գտնել թե կարմիրները, թե կանաչները։ Սառանչորեց ինձ։ Խնդրեմ մի քիչ ձեր մասին պատմեք։ Բարև ձեզ, ես Տաթևիկն եմ, շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ գտնվում, ձեր ներկայությամբ, ու կփորձեմ, սենց ասեմ, անկեղծ գտնվեմ և կարողանամ, չգիտեմ, ձեր դուրը գալ։ Չէ, մեզ մի փորձեք մեր դուրը գալ, ամեն դեպքում մենք ձեզ արդեն հավանել ենք, թե արտակնապես, թե ձեր այս խոսքով էներգետիկան շատ մեծ գրավեց, դուք անկեղծությունը միշտ գնահատվում է, անգամ երբ որ մարդը վատն է, պետք է անկեղծ ձևի վատը լինի, ես դրա կողմնակից եմ։ Եկեք հարցեր տանք, Մանո, արի դու տուր որպես մեր տղամարդ։ Ես գիտեմ կարևոր բաներ, որ մենք իմանանք, ասենք հարաբերություններ ունեցել եք լուրջ։ Ունեցել եմ, բայց ոչ լուրջ հարաբերություն չեմ գտել այն մարդուն, ու մեջ այդ ամեն ինչը։ Ամենաերկար հարաբերությունը ինչքան է եղել։ Մի տարի։ Ինչն է եղել այդ պատճառները, որ դուք հասկացել եք ինքը չի։ Դե ուզ այդ մի հատը, որ դուք մի տարի եք շփվել։ Որովհետև չեմ գտել իր մեջ այն ինչ որ ինձ պետք է։ Իսկ ի՞նչ է ձեզ պետք։ Ինձ պետք է կայուն հավասարակշռված մարդ,
որ ոչ թե իր խոսքերով ինքը ինձ ինչ որ բան կարա ասի, այլ ուղղակի զուտ իր գործերից կապված, որ ես հասկանամ ինքը այն մարդն է, որ պատրաստ է մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը որ ես որ կամ իր կյանքում։ Ձեզ փուչիկները չեն հետաքրքրում։ Ոչ։ Ձեր անձնական ստանդարտներից ու խանդից խոսենք, ինչ անձնական ստանդարտներ ունեք տղամարդկանց հետ կապված։ Ասենց ասեմ, ճիշտն ասած, ես միշտ մտածում եմ, որ կինը չպետք է տղամարդու մոտ շատ անկեղծանա, որովհետև այդ անկեղծությունը բերում է նրան, որ պետք է տղեն չհասկանա աղջկա թույլ կողմերը։ Պետք է տեսնի իր ուժեղ կողմերը, որովհետև եթե ինքը թույլ կողմերը տեսնում է, ինքը, ասենց ասած, կարողանում է իր վրա ազդեցություն ունենալ։ Սխալ մարդկանց դեպքում գուցե, բայց երբ որ իրական հարաբերություններ են, կարծում հենց իրական հարաբերությունները պետք է հիմնված լինի անկեղծության վրա։ Ձեր հետ չեմ կիսում, բնականաբար ձեր տեսակետն է, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, երբ որ հարաբերությունները ի սկզբանե հիմնված են լինում անկեղծության վրա։ Ես ինչի չեմ ընդունում այն կուրսերը, առաջին ժամադրությանը ինչպես քեզ պահես քավլեցին գրողը տանի, դու ոնց կարող ես քեզ առաջին ժամադրությանը մի ձև պահես, հետո արդեն սիրահարվի է տան կամ աղջիկը, չգիտեմ, հետո սկսես քեզ այլ կերպ պահել։ Եթե ամբողջ կյանքդ պատրաստ ես կիսես այդ մարդու հետ, ոնց կարաս դու իր հետ անկեղծ չլինես, այդ ես չեմ ասում անկեղծ չեն, ուղղակի իմ փորձից ելնելով եմ ասում։ Մարտա ֆիլմ է խաղալու հետը, որ քո թույլ կողմերը չոթեցին քո Կամ չեստեք, կամ էլ իր գներես էլի արգե, ասեք կամ իր թույլ կողմը ինչ որ ասում է, շատ ուժեղ ինչ որ թույլ կողմը, մի բան։ Մերսի։ Ուղղակի ճիշտ մարդու հետ կարելի անկեղծանալ, այդ պահն է։ Բայց կյանքի փուլերում ինձ չի հանդիպացրել իրականում այն մարդուն, որ ես իր կողքը լինեմ իրականում թույլ։ Տաթև ջան, 29 տարեկանում երբեք հարաբերություն չեմ ունեցել հանգիստ տարի դոկտա։ Կասես քո կարմիր դրոշակները, որ տղան ուզում է քո մեջ փոխի։ Ես իրականում չեմ ինձ գովաբանում, բայց ես չեմ մտածում, որ ես փոխելու հատկություն ունեմ, որովհետև ես ինքս ոնց նշեցիք, ես բարի մարդ եմ։ Չէ, ուզում ասեմ, դուք օրինակ ես ինքս գիտեմ, որ հարաբերությունների մեջ ես կլինեմ խանդոտ։ Դա իմ կարմիր դրոշակն է։ Դա չի փոխվում։ Չէ, դուք ձեր մեջ ինչ կարմիր դրոշակ ունեք, որ օրինակ գիտեք, որ կարա ձեր հարաբերություններում խանգարի։ Հենց այդ խանդն է, որ չեմ կարծում, որ մեկը կանգնի ասի ես խանդոտ չեմ, դա անհնար բան է, որովհետև եթե խանդ չլինի, չի կարա սեր լինի։ Եթե դու մարդուն ընդունել ես, սիրում ես, բնականաբար խանդը պետք է լինի։ Եթե աննորմալ երևույթ է, երբ որ մարդ ասի, որ ես չեմ խանդում, դա որպես առավելություն է ամեն ձևի։ Խանդոտ լինել։ Ես խանդոտ եմ, բայց նորմալ է, դա կանա չխանդալ։ Ինչ չափ է։ Ուզում եմ հասկանամ խանդոտության աստիճանը։ Խանդոտության աստիճանը հասկանալու համար մի հատ հարց ենք տալիս։ Okay կլինեք, որ ունենա աղջիկ ընկերուհիներ։ Իհարկե ոչ, դեպքի արդյունքն է։ Չէ, շատ երկար մտածեցի, բացասական էր պատասխանը։ Չէ, բնականաբար ճիշտն ասած, դա ինչ լուրջ հարց է։ Մենք սպասում ենք լուրջ պատասխանի։ Դե եթե տեսեք, եթե վստահությունը տղեն քո զույգ ընկերը թողել է, որ կարա ես չեմ բացառում, որտեվ եթե դու ճանաչում ես այդ մարդուն ու կարա գիտես որ քո հողի տղեն ինչ որ հետո այդ ընկերությունը չի դառնա ինչ որ բանի, եթե ինքը թույլ չի տվեն այս բան, որ դու իրան կասկածես, բնականաբար նորմալ եմ համարում դա։ Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքիր, տեսեք, դուք կասկածում եք խանդը լինելու է ուղղված ձեր կողակցին, թե վտանգ տեսնում եք այլ կանանց մեջ։ Այլ կանանց մեջ։ Բայց մենք վտանգավոր չենք, ախր։ Բայց ամեն մեկին չէ։ Երբ որ տղաները գալիս այստեղ նստում են ու ասում են մենք վտանգ ենք տենում տղաների մեջ, մենք ասում ենք Էդ ինչ վատն են տղաները, նորմալ է, որ աղջիկներն էլ վտանգ են աղջիկների մեջ։ Չէ, եթե աղջիկը չէ, մենք վտանգ տղաների մասով, մենք բռնության մասով ենք ասում, որ տղաները տղաների մեջ վտանգ են տեսնում, բայց այստեղ ես չեմ ուզում, որ կանանց միջև լինի անառողջ մրցակցություն, որ մի կինը մյուս կնոջ մեջ տեսնի մրցակից։ Բռնությունն ու մրցակցությունը դրանք շատ տարբեր են, դրա համար ոնց որ այդ թեման այդ կողմով է գնում, իսկ մրցակցությունը այս կողմով է լինում։ Նույնն էլ մի վատ օրինակ բերեմ, երբ որ տղամարդը սիրուհի է ունենում,
մեղադրում են սիրուհուն եւ ասում են դե տղամարդ է, ոչինչ, ես սրա մասին եմ խոսում, որ չպետք է մենք մենակ թիրախավորենք եւ ասենք սիրուհին այդ անշնորհք ուրիշ բառեր չեմ ուզում օգտագործեմ, ընտանիքից տարավ, ինչ էր անմեղ գառնուկ էր եկավ ընտանիքից տարավ։ Ես այս պրիզմայով եմ նայում սրան։ Համաձայն եմ, բայց արի ընդունենք այդ պրիզմայի հետ ես համաձայն եմ, բայց արի ընդունենք, որ կան աղջիկներ, ովքեր մտաուղված աշխատում են ամուսնացած եւ նշանված տղաների իսկ եթե տղամարդը ամուր լինի իր հարաբերություններում, իրան չեն կարող տղան կտրվի թե չէ, հարցի լրիվ մյուս կողմն է, բայց ես կոնկրետ գիտեմ աղջիկների, ովքեր նպատակաուղված գնում են նշանված, իրանց մոտ դա իրանց ավելի ածակում ամուսնացած։ Ոչ մի նպատակաուղված չի կարող տղամարդուն ընտանիքից տանել, եթե տղամարդը այդպեսին չլինի։ Զարա, հարցի մյուս կողմն է, կտանի թե չէ։ Նույն հարցը նույն բանն են անում։ Չէ, նկատի ունեմ հարցի մյուս կողմն է, դու քեզ թույլ կթողես թե չէ, դա հարցի մյուս կողմն է։ Նես ես տղամարդը հիմա այդ աղջկա հետ եղնի, կասեմ եղնի։ Կիրովականցի մեջ դարձավ։ Ես օրինակով հիմա բացատրեմ։ Ուզում եմ ասեմ, ես նեշի արդարացնում եմ տղամարդու դավաճանությունը այս առումով, չէ, բայց ես ուզում եմ ասեմ, որ աղջկա այն այս կրկոտ վիճակները մենք շատ նկատում ենք, նենցա ու գիտենք, ով է աշխատում ամուսնացած տղաներին գրավելու վրա։ Դե պետք է այդ համակարգը խախտենք եւ եթե տղամարդը հակված չլինի դավաճանության, չգիտեմ, ով ուզում է գա, տղամարդը չի դավաճանի։ Դա ես համաձայն եմ, բայց արի ընդունենք, որ կան աղջիկներ։ Հիմա մի հատ բան ասեմ, հաստատ կարամ ասեմ։ Հիմա օրինակ Մանոն նստած է, Մանոն ունի ընկերուհի, ես այդ աղջիկների պես եմ, ուզում եմ Մանոյին գրավեմ։ Հիմա եթե գամ սենց բան անեմ, Մանոն ինչ պետք է անի։ Մանոն կկոպտի քեզ եւ հաջորդ անգամ դու այդ քայլը չես անի։ Մանոն չկոպտի։ Չէ, ժողովուրդ, ոչ։ Երեխա, խնդրում եմ, եթե լուրջ թեմաներից են խոսում, եկեք մինչև վերջ լուրջ մնանք, որովհետեւ, չգիտեմ, այս շատ ցավալի երևույթ է, նույն այդ դավաճանության համակարգը, մեղադրում են, անիծում են, նզովում են աղջկան, բայց մոռանում են, որ եթե տղամարդը ոտքերի վրա ամուր կանգնած լիներ, իրեն որևէ մեկ ընտանիքից չէր տանի, ինչ որ ապրանք չէր, որ աղջիկ եկավ, վերցրեց, տարավ, կամ երեխա չէր, կոնֆետը տվեց, տարավ։ Դե ամեն ինչը տղամարդուց է գալի, էդի փաստա, փաստը մնում է փաստ, որ կախված է իրանց։ Դղայնացել ես իմ վրա Զառա։ Բայց ես սիրում եմ, որ մենք միշտ տարբեր կարծիքներ ենք ունենում այս հարցի շուրջ, որովհետև պետք է 2 կարծիք, 3 կարծիք, 4 կարծիք լսել, 5, 6, 7։ Լավ, շատ հետաքրքիր դիսկուսիա ունեցանք, հետաքրքիր ժամադրություն կունենանք, իսկ հիմա Տաթևին ճանապարհենք եւ դիմավորենք մեր նոր մասնակցին։ Մանո, ես քեզ ուզում եմ ասել, որ այսօրվա մեր մասնակցին շատ հետաքրքիր ճակատագիր է ունեցել։ Մի հատ տղա էր եկել, ով իմ ընկերներից էր եւ Զառային էր հավանել։ Եվ Իրինան այսպես տխուր նստած էր դեյթի ժամանակ, որտեղ Արտուրը խոսում էր Զարուհու հետ։ Զարուհու սպանեմ նինա։ Զարայի հետ։ Հաղորդման մեջ։ Հաղորդման ընթացքում այո, այդպիսի հետաքրքիր բաներ ենք ունենում։ Հիմա Իրինան երկրորդ անգամ է եկել, հուսանք այս անգամ Էրիկը չի շփվի իմ հետ օրինակի համար։ Եթե տենց լինի, ուրեմն խնդիրը քո մեջ է Իրինա ջան։ Լավ, քանի որ մենք Իրինային շատ լավ գիտենք արդեն, մի հատ ասեմ ինքը մոդել է։ Քեզ թողնում եմ նրա վերահսկողության տակ, դու ինչ հարց ուզում ես տոր իրան հարաբերությունների մասին։ Ճիշտ է, ասեք, կարող է մեր աղջիկները ճանաչում են ձեզ, բայց ես չեմ ճանաչում։ Երկու բառով ձեզ կներկայացնեք։ Կրկին ողջունում եմ ձեզ։ Շնորհակալություն, որ նորից հրավերք արեցիք։ Իմ անունը Իրինա է։ Ոչ շուտվանից եմ ապրում Հայաստանում, դրա համար երևի մի քիչ հայերենից այդքան էլ լավ չեմ, բայց փորձում եմ։ Ինձանից լավ եք խոսում։ Զբաղվում եմ մոդելինգով եւ կրկին եկել եմ փորձեմ գտնեմ իմ երկրորդ կեսին։ Որտեղից եք տեղափոխվել Հայաստան։ Ռուսաստանից։ Իսկ ինչ եք կարծում, ստե մտածելակերպն ու դերերը տարբեր չեն։ Դե իհարկե տարբեր են։ Փորձել եք շփվել այս 2 տարվա ընթացքում ստեղի հայերի հետ։ Մի քիչ հենց այդ է խնդիրը, դա է, որ մտածելակերպները շատ տարբերվում են։ Ինչն է խանգարում ձեզ հայկական մենտալիտետի մեջ։ Ճիշտն ասած հայերեն չեմ կարում։ На русском можете, я переведу. Армянские мужчины считают, что женщина их собственность. Это не все.
Ну, я не говорю сейчас про всех, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց Այսինքն ում որ հանդիպեցիք դենց դուրս եկավ։ այո, շատերի հետ որ շփվել եմ, տենց մտածելակերպով են։ Մեր հաղորդումից հետո հետաքրքիր է ինչ որ բան տվեց հաղորդումը, թեկուզ փոքրիկ ինչ որ մենք փորձեցինք խորհուրդներ տալ, ինչ տվեց ձեզ հաղորդման մասնակցել, եթե չեք փոշմանել։ Երկրպագուներ ավելացան ձեր կյանքում։ Այո, ինձ դաժե գրել էին, ճիշտ ասած։ Ինչի չեն հայտնվում։ Ինձ գրել էին, որ շատ լավ հաղորդում էր, շատ հետաքրքիր էր անցել։ Ուղղակի ես էլ անցյալ անգամ զգացի, որ երիտասարդի հետ մի քիչ համապատասխան չէինք իրար։ Այդ ընթացքում ինչ որ անձնական հարաբերություններ կառուցելու փորձեր, շփումներ եղել են։ Դե եթե ինչ որ տենց լուրջ բան լիներ, հաստատ չէի գա այդտեղ։ Շփումներ եղել է, բայց ոչ բոլոր շփումները դառնում են հարաբերություններ։ Դե պարզ է, բնականաբար եթե ինչ որ կարգավիճակում լինեք, բնականաբար չէիք գա։ Ես կարամ մի քիչ մենտալիտետի մասով հարցեր տամ, եթե դեմ չեք։ Իսկ դուք այլ ազգի տղամարդու հետ ունեցել եք հարաբերություններ։ Շփումներ եղել է։ Իսկ իրանց մեջ ինչ ունեք։ Ես հակասական կարծիքներ եմ լսել, որ ռուս աղջիկները, օրինակ ասում են, մեր դուրը գալիս է այդ հայ տղամարդկանց, այդ կոպտությունը, ինձ հետաքրքիր է ձեր մեջ ինչն է դուր եկել։ Ոչ, հաստատ ոչ կոպտությունը իմ դուրս գալիս է։ Ինձ ավելի սենց ոնց որ ավելի հասարակ, ավելի սենց փափուկ, ոնց ասեմ, սենց իրար դե հասկանաք։ Այսինքն ձեզ օտար տղամարդիկ ավելի շատ դուր են գալի, քան մեր հայ տղամարդիկ, մեր առնական։ Ոչ ավանդական կասեմ հայ տղամարդիկ։ Ավանդական եւ ոչ ավանդականը մի քիչ ինքը բացելու կարիք ունի, որովհետեւ շատերի ընկալմամբ ավանդականը մի բան է, մյուսների ընկալմամբ մի բան։ Դե որ շատ у большинства армянских мужчин, да, в первую очередь это мама, уважение к маме, да, պետք մամայիս հետ։ Կներեք, էլի այդ միտքը ին վրա ինձ ազդում է, որտեվ անընդհատ ես շատ եմ լսել այդտեղ, նորմալ է, երբ որ մարդը սիրում է իր ծնողին ու կապ չունի ինչ ստանդարտով, հիմա ինքը իր մամային տենց ես տենց որ ասում են մամայիս, հա շատ է լինում, որ մաման շատ է խառնվում ընտանիքի մեջ, բայց դա որպես red flag, օրինակ ես ավելի կհարգեմ հենց այն տղամարդկանց, ովքեր իրենց մամային սիրում են ու իմ չափ գոյություն։ Չափի մեջ, հա, բայց անընդհատ դա այդ անընդհատ հայ տղամարդուն ասոցացնել, մամայի շատ սիրում, մամա շատ նորմալ է, որ ինքը իր ծնողին ոչ մեկ չի ասում, կներեք ես հակադարձեմ, հեսա ձեր տեսակետն էլ կլսենք, որևէ կին վստահ եմ, ով էս թեմայից խոսում է, չի ասում ինչի այնք իր մամային սիրում։ Այստեղ խոսքը սեպարացիայի մասին է, տղան կարող է սիրի իր մամային եւ պետք է սիրի ու հարգի, որովհետեւ դա ընտանիք կազմելու չափանիշ է, հոգ տան իր մամայի մասին, բայց սեպարացված լինի։ Այսինքն այստեղ այդ կանայք, ովքեր վստահ եմ դուք էլ խոսում են այդ հարաբերությունների մասին, իրենք նկատի ունեն, որ այդ առանձնացումը չի եղել։ Այստեղ խոսքը ինչքանով է ինքը անկախացած ընտանիքից, ընտանիքի կարծիքից։ Մանո ձեր տեսակետը շատ հետաքրքիր է այս մասով։ Նայեք, ես երկուսիդ կողմն եմ, այսինքն նայեք, ես 43 տարեկան եմ ապրում մամայի հետ։ Okay, այսինքն մամայի դասերով սենց է, մեր սեփական տունը այս ներքևն է, մաման վերևն է։ Ես առանց մամայի համեր կյանք չեմ պատկերացնում։ Ինչի համար։ Որտեղ այդ մարդն ինձ բերը հասցրել այստեղ։ Okay, այսինքն ինչքան մեկին սիրեմ, մեկին սիրի, մեկը մաման անփոխարինելի է։ Ես սենց եմ մտածում։ Ես չեմ ասում հետո ապրում եմ կամ բան եմ անում։ Okay, մաման չի խառնում ընդհանրապես իմ կյանքին։ Դե ուրեմն դա այդտեղ սեպարացիան կա։ Բայց մաման կա։ Ոյ մամաները շատ լավն է։ Ես ասում եմ, չէ մամայի հետ եմ, ասում եմ։ Խնդրում ձեր տեսակետը պահեք, որովհետև վստահ եմ դուք էլ դա նկատի չունեք։ Ես դա նկատի չունեի, ես ուզում եմ ասեի, որ տղամարդը էլի պիտի հարգի, դա պարտադիր է էլի իր ծնողին, իր որովհետև դա ամենաթանկն է ամեն մարդու կյանքում։ Բայց ոչ թե երևի անընդհատ համեմատի էլի իմ մաման սա ավելի լավ է անում, քան չէ, դա ուրիշ բան է արդեն, դա ուրիշ բան է։ Ես դա նկատի ունեի։ Չէ, դա ուրիշ բան է։ Շատ հետաքրքիր, էլի մենք շատ հետաքրքիր դիսկուսիաներ ենք ունենում, իմ դուր դա գալիս է արդեն, մենք
մեր կարծիքների տեր եք, թե ինչ հետաքրքիր ժամադրություններ է լինելու, կիմանանք քիչ անց, մենք պատրաստվենք, որովհետև գնում ենք ժամադրության, գիտես, մենք երեքով։ Սպասի, նստի, հետո իրանք են գալիս։ Դե այսպես պճնված էլ եկել ենք ժամադրության, բայց ցավոք սա ոչ իմ ժամադրությունն է, ոչ Նինայի, ոչ Մանոյի, բայց վստահ եմ հետաքրքիր է անցնելու, մենք ցույց ենք տալու մեր կանաչ եւ կարմիր դրոշակները։ Դուք կարող եք արդեն իրար հետ շփվել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը կասեք։ Տաթև է անունս։ Տաթև, հաճելի է Տաթև ջան, ես Էրիկն եմ։ Ինչ մասնագիտություն ունեք, ինչով եք զբաղվում։ Ես ավարտել եմ Գյումրու տեխնիկական քոլեջում։ Մասնագիտությունս սվյազի մասնագիտություն է։ Հիմա աշխատում եմ ճիշտ ասած օֆիսում, ոչ իմ մասնագիտությամբ։ Ընդհանուր նաև սովորել եմ հոնքի տատուաժ, բայց այդ մասնագիտությամբ չեմ աշխատում։ Հասկացա։ Իսկ ինչ նախասիրություններ ունեք ուրիշ։ Օրինակ ազատ ժամանակ ինչով զբաղվեք։ Ազատ ժամանակ սիրում եմ լսել երաժշտություն, զբաղվել սպորտով։ Այժմ հիմա հաճախում եմ սպորտ զալ։ Ջիմ։ Դες հիմնականում ազատ ժամանակ շատ քիչ եմ ունեմ։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։ Ես մասնագիտությունս խոհարար է, հիմա ծանրաբեռնված աշխատում եմ, իսկ կողքից երգում եմ, ուզում եմ մի քիչ էլ հիմա այդ ոճով գնամ։ Իսկ երկես մեզ համար Էրիկ, մեզ համար չէ, Տաթևի համար։ Ահա, բայց մի հատ զրուցեմ հետը նոր, հա։ Օպրես։ Այո, ասես վերջացնեմ։ Տղամարդկային խոսք։ Ունեմ սեփական գրած երգս, ճիշտ է, հանրային ասած չի, զուտ սիրողական, չեմ զբաղվում ընդհանրապես երգով, բայց շատ լավ երգում եմ ասել են ու ունեմ գրած երգ, բայց շուտով արդեն սկսել եմ զբաղվել դրանով, ուզում եմ այս խոհարարությունս կոպիտ ասած հոգնել եմ, էլի ոնց որ Հասկանալի է։ Իսկ ինչ ոչի երկեր եք սիրում։ Տխուր, ասենք, չգիտեմ, ժամանակակից։ լսել թե երգել։ Երկուսն էլ։ Լսելը իմ մոտ խառն է շատ, որովհետև ես կարամ պահի տակ լինեմ որ, ահա, ես եկվորյակ եմ, այդ իմ red flag-ն է։ Ես էլ Սկորպիոն եմ։ Էդ էլ է red flag իմ համար։ Կարիճը համաստեղծությունը red flag է, դե ուրեմն կրկնակի red flag է։ Ես էլ բոլոր իմ կարիճ ընկերների կողմից Ես դեմ չեմ, ես ինձ էլ եմ ասում red flag, որովհետև ես եկվորյակները։ Բայց դու ինքդ քեզ որոշեցիր, որ դու կարմիր դրոշակ ես։ Հա, ես ասում եմ, որովհետև եկվորյակները մի քիչ փոփոխական են, այո։ Բայց հավատում եք, այսինքն համաստեղության նշաններին։ Եթե անկեղծ է, որովհետև շատ է համընկնում իրար։ Ինչ որ ձեր կյանքում տրավմա թողած կարիճ կա, դրա համար եք կարիճներից լարվում։ Չեմ լարվում կարիճներին, ուղղակի կարիճների էությունը արդեն լավ գիտեմ։ Իմ կյանքի ամենաուժեղ կարիճին Դուք համաստեղությամբ։ Ես էլ եմ երկվորյակ։ Երկու եկորյա։ Որ ամսից եք։ Մայիս։ Ես էլ եմ մայիս։ Գավանին օրնա։ Որ օրնա։ 22։ Չէ։ Չէ։ 27։ Դու մոտ Շատ հեռու չի։ Այսինքն կարակ էլի մի օրվա մեջ հավին ծննդան։ Բայց երկվորյակները իրար համատեղելի չեն։ Հա, ձեր դուրը Էրիկը չի եկել, Տաթև։ տարբերակով եք ուզում։ Չէ, իրականում չէ, երկվորյակները իրար համատեղելի չեն։ Ես կարծում եմ, որ դուք ահա որ համահունչ Մեր գործիքը չասենք, որ հանկարծ ապակողմնորոշ են։ Հա, բայց ես այսքանով ուզում եմ դադար տամ այս գեղեցիկ ժամադրությանը։ Մենք Երկրորդ կգնանք, թե չէ ըստ քեզ։ Ինձ թվում է, հա, որովհետև շատ համահունչ էին, բայց հիմա չենք խոսում, որպեսզի մեր կարծիքը հաշվի չառնի Էրիկը։ Բայց կգնանք երկրորդ ժամադրության։ Տաթև, դուք ձեր կարծիքով։ Լավ։ Մտածելու տեղիք հա տալ։ Մի ամաչեք։ Կգնանք ժամադրության, թե չէ երկրորդ անգամ։ Հիմա տեսախցիկների առաջ եկել ենք։ Էրիկ, դուք պատասխանեք առաջինը, որ Տաթևը հասկանա։ Ես որպես տղամարդ իմ հրավերը կանեմ ու կսպասեմ, եթե կա համաձայնվի։ Այո, էլի լավ էր։ Տաթև ջան, դուք։ Ինք իրա քայլը կատարում է։ Ճիշտն ասած ոչ։ Բայ։ Չեմ գնա։ Ձեր դուրը Էրիկը չեկավ։ Չէ, ուղղակի պատրաստ չեմ հարաբերություն ստեղծելու։ Իսկ երբ եք հասկանում պատրաստ եք թե չէ։
Ինչն է դի ձեզ տիպում որ հասկանաք պատրաստ չեք։ Ուղղակի դեռ Չվստահությունն է մարդկանց հանդեպ, թե հիասթափությունն է։ Չէ, սենց ասեմ, ուղղակի հələ չեմ ուզում այդ հարցի շուրջ մտածեմ։ Հասկացա։ Կներեք, սա ժամադրություն շոու է եւ մեզ մոտ առաջին ռեակցիան հենց դա էր, որ եթե դուք պատրաստ չեք, հաղորդմանը Եթե մտածեմ ընթացքում կտեղեկացնեմ։ Չէ, մենք չենք համոզում ձեզ բնականաբար, ոչ էլ վստահ եմ, մեր հերոսն է ձեզ համոզում, որը մեկը չի համոզում։ Զուտ հետաքրքիր էր ժամադրություն շոու հասկացողությունը եւ դուք որ եկել եք ասում եք պատրաստ չեք։ Գուցե այլ նպատակ ա եղել ժամադրության այս շոուին գալու։ Ուղղակի զուտ ճանաչեցի սկզբից, բայց հետո որ հասկանամ, որ պետքա ցանկություն ունենամ երկրորդ անգամ, հիմա եմ ասում, որ չեմ ուզում մտածեմ այդ մասին։ Ինչ ասած, ինչ արած ես կասեի, Երիկը շատ առնական եւ տղամարդկային իրեն պահեց, Տաթևն շատ կոկետուհի իրեն պահեց, ցավոք սրտի թե բարեբախտաբար չեղավ այդ շիփը եւ մեջը, բայց մենք հիմա ունենք երկրորդ աղջիկ, ում հետ շատ հետաքրքիր կարող է ժամադրություն ունենալ եւ գնանք երկրորդ ժամադրությանը, իսկ թե ոնց կլինի, հիմա կգնանք կտենանք, չէ՞ Մանո։ Գնացինք։ Մեր հերոսը Էրիկը շատ խուսափում էր կարիճներից, բայց կարիճը անձամբ նրան եկավ եւ գտավ այդպիսին են կարիճները։ Այո, ես հիմա մենք տեսնում ենք հավաքտեղությունների։ Հասկացա, որովհետեւ կարիճներ շատ ունեմ իմ շրջապատում։ Հա։ Դե կարող եք արդեն շփվել։ Բեք չխուսափեր ուրեմն։ Բարև ձեզ։ Բարև։ Մի անգամ։ Արդեն բանում է։ Մենք չկանք։ Ձեր անունը։ Իրինա։ Իրինա, ո՞չ ինչ սիրուն։ Բայց չհասկաց, ասեց վանում է արդեն։ Հա։ Չէ, դա հումոր է, դա red flag չէ, դա հումոր է։ Բայց վատ հումոր է, դրա համար red flag։ Red flag։ Քեզ առաջի հարցը։ Ինչ ես հուսափում կարիճների։ Կարիճներից չէ։ Խուսափել չէ, մի քիչ դա Էրիկի ցայլը փոխ։ կոպիտ է ասած։ Վստահ Էրիկ, վստահ։ Ուղղակի իմ շրջապատում անկեղծ շատ կան կարիճներ։ Ուղղակի կարիճների լավ ճանաչելով իրանց լավ ու վատ կողմերը ճանաչելով դրա համար ցես հարաբերության, կոնկրետ հարաբերության բաներով չասեմ խուսափել, ուղղակի մի քիչ ավելի ուշադիր եմ լինում, որով որ խոսքի չէի, տենց ուշադրություն օրինակ չեմ դարձնի ծկների նկատմամբ։ Հասկացա քեզ։ Դուք եք, չէ։ Իսկ եթե գաղտնիք չի, կներես էլի, որ մի անգամից դուքով հորոսկոպով դու ով ես։ Ես Եգորյակ եմ։ Բլիզնիցի։ Դա։ Հասկացա։ Դա իմ համար red flag-ը։ Ես Եգորյակներին, որովհետև շատ փոփոխական մարդիկ են Եգորյակները։ Իսկ Սկորպիոնը բլիզնիցների հետ Համահուշ չեն համապատասխանում։ Դաժե գարասկոպ։ Փաստորեն ուր եմ եկել։ Բաներից խոսա։ Դաժե գարասկոպով համապատասխան չեն իրար։ Հիմա դու չես ուզում էլ իր հետ հանդիպում։ Ես բան ասել եմ, ես ասել եմ չեմ ուզում։ Թողեք շփվենք։ Ես իր տեղը լինեի, կթողեի կգնա։ Թողեք շփվենք, հա։ Մերսի։ Հաղորդավարավիրա մունատ եկավ կար ես եմ որոշում չեմ թողել շփվել ասերս դզեմ Ինչով եք զբաղվում։ Ես մոդելինգով բայց ոչ թե իմ մշտական աշխատանքն է ուղղակի զուտ հոբի հետաքրքրվում եմ եւ դա իմ համար հոբի է Շատ լավ օրինակ ես նորմալ նայում եմ Դու ինչով ես զբաղվում Ես շատ տարբեր բաներով հիմնական գործը խոհարարությունն է Օ Բա Այսինքն միշտ համեղ բաներ ես պատրաստում Միշտ Հետո Մի հատ իրար կողքը կանգնեք Հա ոյերը հասկանան Անցյալ անգամ ապրել էինք բայց Չէ լավ է Եղած 3 սանտիմ Լավ է
Ոչինչ, կաբլուկա հագնեմ։ Հումորի համար։ Չէ, բայց դա խթան չէ։ Աթորը։ Էլիկ, բայց այն անգամ չերքեցիք, ես սպասում ձեր երգելուն։ Կարող է այս անգամ։ Էրիկ երգում ես։ Հա։ Դուրդ գալիս է Իրինա։ Լավ երգում ալիս։ Արի մի հատ իրար հետ երգենք։ Օրո դզես։ Կարամ ես առաջարկեմ երգը։ Մի հատ երգ արի, գիտես։ La 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 Հետո Անցնում են օրեր եւ Չեմ հիշում բառերը։ La 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 Մեր սերը երբեք չի ծերանում Ես շատ եմ սիրում։ Հիմա Էրիկն է երգում։ Ես։ Հա։ Եվ համարցակ։ Ինչ երգել։ Դե դու հա։ Ինչ երգ է։ Ես աղջիկը ինքը վերես էս երգեց, արեց։ Հա, էլ ինչ անի։ Մենք քեզ ուշենք Էրիկ Այ ջան։ ես ասացի եթե դուետ ենք երգում, երգ առաջարկեմ, երգ Հələ դու էի։ երգի, հետո մենք հա, դուետը կհասկանանք։ Okay. Կանաչ պաբեդան սլացավ կայարան Իմ սիրուն Սուսանին փախցրին դարան Պաբեդիս տախբեր ուրել որ տանես Իմ սիրուն Սուսանին նորից ետ բերես Վաքսալի ներսը պատել է լույսը Իմ սիրուն Սուսանը կորցրել է հույսը Ապրես։ Շատ լավ է։ Ապրես։ Չէ, շատ գնահատելի է իրականում երկկողմանի բաց եւ համարձակ լինելը, իհարկե ոնց բարի բոլոր լավ իմաստներով։ Էսի կներեք մի բան ասեմ, էսի կոնկրետ Իրինան այն մարդն է, որ ասում է որ ակտիվ լինի, գերակտիվ լինի, էսի այդ պահն է։ Որտեվ չեմ սիրում пассив, այն որ ամաչկոտ եւ այլն այդպես մարդկանց։ Ես շատ կուզենայի, որ ձեր դուետը շարունակվեր։ Նու, երգի առումով չէ, հարաբերությունների։ Դե Աստված առաջ չես կարող ասել ինչ կլինի։ Դե որ խոսակ իմանաք։ Կգնաք երկրորդ ժամադրության առանց արդեն մեզ ու տեսախցիկների։ Մեծ հաճույքով։ Իրինա, դուք։ Ինչի ոչ։ Բրավո։ Մենք ոնց որ ստեղից հետո տեղ ենք գնում։ Надо բույկա զառագա, դա Իրինա։ Դա։ Շատ հետաքրքիր ժամադրություն ունեցանք, ինչի արդյունքում հետաքրքիր ժամադրության շարունակություն ունեցանք, հուսամ Էրիկը կհրավիրի իրոք Իրինային, ես կճշտեմ եւ հետո իմ Instagram-յան էջում դա կփոստեմ, եթե չես արել դա։ Կարամ ստորի անեմ ձեզ դշեմ։ Okay, խայտարակ կանեմ քեզ անկեղ։ Ես հույս ունեմ, որ դուք sense հետաքրքիր ժամադրություն կունենաք, ապրեք ամեն դեպքում։ Դե մեկ հաց կարետ, հա, Իհարկե։ Էրիկ ջան, տենց էլ չկիսվեցիր, որն է ամենահամեղ քո տենց պատրաստած ուտելիքներից մեկը։ Ինձ թվում է պետք է Էրիկի տուն гнак եւ Путь к сердцу не только у мужчин лежит через желудок։ կանանց մոդել է տղամարդու սիրտ հասնելու ուտելիքով։ Ինչ ասում։ Հակառակը տղամարդու Տղամարդուն։ Դա ասում հագարակն է։ Իմ ռուսերենը ուժեղ է։ Դա ես ամեն ինչ էլ ճիշտ ասած գլուխ գովալ չլինի։ Տես 10 տարուց ավել այդ ոլորտի մեջ եմ, սովորած եւ այլն, որ սուտ ասել չլինի, ամեն ինչ էլ համով եմ սարքում։ Նայած ինչ եք դուք ուզում։ Նո, ավելի դու ինչ ես սիրում։ Մենք հաղորդումը եւ հույս Միշտ էլ երազել եմ էլի, որ կողքի ինչ-որ ժամանակից տղամարդը Խոհարարության հետ ծեր ունենա, հա։ Ես միշտ զգացել եմ, որ իմ կողակիցը այսօր կողակցիս հետ խոհանոցում աշխատելուց լինա։ Զոչքից մեզ թողեցին գնացին մենակ, մեր հանդիպումը ավելի շուտ կազմակերպեցին։